Ժողովուրդ օրաթերթը գրում է 2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների հիմնական քաղաքական կենտրոններից մեկը։ Ըստ ԿԸՀ ժամանակացույցի հոկտեմբերին եւ նոյեմբերին ընտրություններ կանցկացվեն մարզի մի շարք համայնքներում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Ֆրանսիայի ազգային տոնի ընդունելությունից հետո գրանցված հիվանդացության դեպքերով առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 12 անձի մոտ նախնական ախտորոշվել է սուր աղիքային վարակ, իսկ 7-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա։ Բոլոր հոսպիտալացվածները դուրս են գրվել հաստատություններից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է օգոստոսի 2-ին կգումարվի ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։ Ըստ հրապարակման այդ օրը կձևավորվեն խորհրդարանի ղեկավար մարմինները եւ պաշտոնները, սակայն վարչապետի ընտրություն կամ կառավարության ներկայացում չի նախատեսվում։ Փաստ օրաթերթը անդրադառնում է պետականության եւ իշխանության տարանջատման սկզբունքին, ընդգծելով, որ ուժեղ պետությունը հիմնվում է օրենքի գերակայության եւ անկախ ինստիտուտների, ոչ թե առանձին անձանց կամքի վրա։ Դե ինչ այսքանն ենք պատրաստել ձեզ համար, մնացեք մեզ հետ եւ եղեք տեղեկացված։